2026 թվականի հունիսի 7-ին կայանալիք խորհրդարանական ընտրությունները կանցկացվեն 2021 թվականին ընտրական օրենսգրքում կատարված փոփոխություններով, որոնք ուժի մեջ են մտել այս տարվա փետրվարի 7-ին։ Այս մասին հրավիրված ասուլիսի ժամանակ հայտարարել է Կենտրոնական ընտրական հանձնաժողովի նախագահ Վահագն Հովակիմյանը։ Ինչ փոփոխությունների մասին է խոսքը, մանրամասնում է Պաշտոնյան։ Կուսակցությունների անցողիկ շեմը իջել է 4%։ Դաշինքների շեմը բարձրացել է 7%-ից 8% եւ 10%։ Ինչով է այս տարբերակումը, մինչեւ 3 կուսակցություն դրանք 8% շեմի ներքո են, մինչեւ 3 կուսակցությունից բաղկացած դաշինքները 8% շեմի ներքո են ընկնում, 3 եւ ավել կուսակցությունից բաղկացած դաշինքները 10% շեմը պիտի հաղթահարեն անցողիկ շեմը։ Հաջորդ փոփոխությամբ կուսակցությունների պարագայում ընտրական գրավի չափը 10 միլիոնից իջեցվել է 7.5 միլիոնի, իսկ դաշինքների դեպքում սահմանվել է 15 միլիոն դրամ։ Մյուս փոփոխությունը, որը որ ուժի մեջ է մտել փետրվարի 7-ից, դա այսպես կոչված լրացուցիչ մանդատների բոնուսների այդ ինստիտուտն է, որը որ նախկինում 54% էր, իսկ իջեցվել է 52%, ինչի մասին է խոսքը։ Այս լրացուցիչ մանդատները կարող են տրվել բացառապես այն քաղաքական ուժին, որը որ կունենա մանդատների մեծամասնություն։ Այսինքն, եթե որևէ քաղաքական ուժ չունենա մանդատների մեծամասնություն, լրացուցիչ մանդատների մասին այս դեպքում խոսք գնալ չի կարող։ Կենտրոնական ընտրական հանձնաժողովի նախագահ Վահագն Հովակիմյանն անդրադարձավ հարցին, թե որ դեպքում կարող են կուսակցություններին չգրանցել։ Այս դեպքում խոսքը Սամվել Կարապետյանի գլխավորած «Ուժեղ Հայաստան» կուսակցությանն է վերաբերում։ Որպեսզի ԿԸՄ որևէ քաղաքական ուժին չգրանցի, քաղաքական ուժը ինքը պիտի ցանկանա չգրանցվել։ Սա ինչի համար եմ ասում, որտեղ հստակ ընտրական օրենսգիրքը սահմանում է այն փաստաթղթերը, որը պիտի քաղաքական ուժը ներկայացնի։ Եթե կուսակցությունը անհրաժեշտ բոլոր փաստաթղթերը ներկայացրել է, չի կարող չգրանցվել։ Բայց եթե կուսակցությունը կներկայացնի թերի փաստաթղթեր, արգելում ես, եւ հետո իրեն կտրվի 48 ժամ, այսինքն նիստով, հրապարակային դուք էլ կիմանաք, որ այս կուսակցության այս փաստաթղթերը, ասենք օրինակ, գրավ չի մտել անդրագիր չի ներկայացրել։ Արդեն նոր այդ դեպքում Կենտրոնական ընտրական հանձնաժողովը կարող է քննարկել առարկություն։ Արդյոք արհեստական խոչընդոտներով Կենտրոնական ընտրական հանձնաժողովը կարող է արդեն գրանցված կուսակցության ընտրությունների մասնակցության հայտի գրանցումն ուժը կորցրած ճանաչել, Վահագն Հովակիմյանը պատասխանում է։ Եթե որևէ կուսակցություն Հայաստանում գրանցվելուց հետո ընտրական օրենսգրքի հետևողական կոպիտ շարունակական խախտումներ թույլ կտա, այդ դեպքում Կենտրոնական ընտրական հանձնաժողովը կարող է քննարկել այն հարցը, որ դիմի դատարան տվյալ կուսակցության գրանցում ուժը կորցած ճանաչելու պահանջով։ Արմալուրի հարցադրմանը իշխանության կողմից թոշակների բարձրացման որոշումն արդյոք կարող է կուսակցությունների գրանցումից հետո դիտարկվել որպես վարչական ռեսուրսի չարաշահում, Կենտրոնական ընտրական հանձնաժողովի նախագահը պատասխանում է։ Որպեսզի որևէ գործողություն գնահատվի որպես օրինակ վարչական ռեսուրսի չարաշահում, ինքը պիտի գա ընտրական օրենսգրքով սահմանված այդ կարգավորումների ներքո գտնվի։ Այն ինչ որ պետության պարտականությունները պետությունը որ կատարում է, մեկ այստեղ դեռ չունենալով դեռ նույնիսկ գրանցված տեխնացուներ միանգամից խոսել վարչական ռեսուրսի չարաշահման, իսկ վարչական ռեսուրսի չարաշահումը ենթադրում է, որ դա իրականացվում է գրանցված կուսակցության կամ տեխնացուի կողմից։ Գրանցվելուց հետո եթե մենք ունենանք փաստեր, օրինակ, որ կառավարությունը չպիտի այս գործողությունները կատարել այլ պայմաններում, այսինքն ինքը այդ գործողությունները, չգիտեմ, այս պաշտոնյան կամ այն պաշտոնյան կատարելը բացառապես ընտրություններով պայմանավորված, այս դեպքում կարող ենք տվյալ գործողությունը գնահատել որպես վարչական ռեսուրսի չարաշահում։
Տեղեկացնենք, Հայաստանի Հանրապետությունում հերթական խորհրդարանական ընտրությունները կկայանան 2026 թվականի հունիսի 7-ին։ Մասնակցելու վերաբերյալ արդեն հայտարարել են Հայաստանի Հանրապետության երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը, Երևանի նախկին քաղաքապետ Հայկ Մարությանն իր Նոր ուժ կուսակցությամբ, ՀԱԿ-ը, որի վարչապետի թեկնածուն Լևոն Զուրաբյանն է, Հանրապետություն կուսակցությունն Արամ Սարգսյանի գլխավորությամբ։ Ընտրություններին մասնակցելու վերաբերյալ պաշտոնապես հայտարարել են նաև Սամվել Կարապետյանի Ուժեղ Հայաստան կուսակցությունը, ինչպես նաև Բարգավաճ Հայաստան կուսակցության առաջնորդ Գագիկ Ծառուկյանը, որն իր «Առաջարկ Հայաստանին» ծրագիրն ուզում է նոյան տապան դարձնել ընդդիմադիր ուժերի համար։ Իսկ Հայաքվե ազգային քաղաքացիական միավորումը և Միասնության թևեր քաղաքական նախաձեռնությունը ընտրություններին կմասնակցեն միասին։ Հասմիկ Ֆահրադյան, Կարապետ Կարապետյան, Արմալուր։